Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, բայց մի բան պիտի ասեմ։ Ձեզ հետ խոսում է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հիլդասինակը։ Այդ որդուց իմացար։ Լրիվ ժամանակը փառաբանության մեջ ինքը իմ քարոզս էր ասում, ասի Տեր Աստված էլ ինչ ասեմ։ Հետո էլ եկավ եղբայրն ասեց, էլ ասի էլ ինչ ասեմ, վերջացրու, ասեցի լավա, որ չեմ ասա առաջավոր ինչ եմ ուզում ասեմ, բայց նախքան որ ուզենամ մի բան ասեմ, զգում եմ, որ չեմ զգում, Տիրոջից եմ ստացել, որ Այս եկեղեցին երիտասարդների բանակ է պատրաստում։ Հավատում եք, ձեր երիտասարդները, մեր երիտասարդները կայնելու են։ Կայնելու են և բանակը շատ ուժեղանալու է։ Ու տեսնում եմ, որ երիտասարդ սենց 35-ից 40 տարեկան քույրերը, որ պիտի այս երիտասարդների թիկունքը լինեն։ Երիտասարդներ, դուք շատ կուժեղանաք, բայց մի բան չմոռանաք, որ Աստված ձեզ այնց կառաջնորդի, որ պիտի ծերերին էլ սովորացնեք, բայց չմոռանաք, որ հարգեք։ Հարգելու մեջ, խոնարհությամբ, Այդ ինքը Սուրբ Հոգին ձեզ կսովորացնի, բայց ուզում ասեմ, որ շատ մեծ բանակ է Տերը պատրաստում այս եկեղեցու ներսը։ Փառք Տերոջ, փառք Տերոջ։ Այսօր մի հատ ամուսին, մի հատ զույգ են եկել այստեղ, որ սիրտները կոտրված է։ Եվ շատ սենց տատանված վիճակի մեջ են։ Տերն ասում է, որ ես եմ քեզ այստեղ բերել։ Սրտումդ կար, չկար, ես եմ բերել քեզ այստեղ։ Դու եկել ես, որ սրտի դիրքը ուղես։ Դու եկել ես, որ իմանաս, որ ես են Աստվածն եմ, որ երբ որ կանչում եմ, բարձրացնում եմ։ Պատրաստ ես։ Սիրելի ժողովուրդ, զգում եմ, որ շատ մասամբ զենքերով եք, բայց այս զենքերը ոնց որ այն Եփեսացիցի զենքերը չի։ Զենքեր են, որ ձեզ պաշտպանության համար եք պահել։ Ես Հիսուսի անունով աղոթում եմ, որ այդ զենքերը ամենը քանդվեն, դրեք գետինը և ձեր միտքը պատրաստեք Աստծո խոսքի համար։ Եթե այսօր պիտի նույն ձևով, որ եկել ես հրադառնաս, օգուտ չունի։ Շատ անգամ ենք ասում ենք, ով է այսօր բան քարոզում, դե լավ, այսօր չեմ գնա։ Կա մեր մեջ այդ մտածելակերպը։ Վայ, դուրսից մարդ հայկե էդ հանք։ Խոսքը նա, որ զորություն ունի, ոչ թե անձը։ Այն խոսքը, որ օծված օծյալի բերանից դուրս կգա, քո կյանքդ կփոխի։ Թե չէ շատ մարդիկ կան, որ շատ գիտություն ունեն, բայց չեն փոխվել։ Խոսքս նրանց է, որ գիտություն ունեն, բայց երկրային իմաստությունով։ Այսօր Տերն ասում է քեզ, որ քո երկրային իմաստությունը դիր մեկող։ Ինչ որ անցյալում մի բան իմացել ես, սովորել ես դիենկող։ Եթե դու անցյալը չդնես մի անկյուն, չես կարող նոր արտադրություն ստանաս, չես կարող նոր արտադրություն ընդունես։ Ուզում եմ այսօր խոսամ
հոգևոր քնելուց։ Սրտումը տես րոպեին ասա, Տեր, ես քնած եմ։ Հոգևոր քնելը այն չի նշանակում, որ մենք եկեղեցի չենք գալիս։ Հոգևոր քնելը այն չի նշանակում, որ ես գիտություն չունեմ։ Հակառակ, հոգևոր քնելը շատ անգամ գալիս է նրանից, որ մենք շատ ենք իմանում։ Եվ որովհետև շատ ենք իմանում, էլ արդեն չենք ուզում լսենք։ Դե էդ իմանում եմ, դե էդ էլ իմանում եմ, էդ էլ եմ իմանում։ Եվ դա պատճառ է լինում, որ մեր ականջները փակվեն։ Երբ է հոգևոր քունը գալիս։ Մենք տեսնում ենք 10 կույսերին, չէ՞։ 10-ն էլ քնեցին։ Չեք ասում, ասում ենք 5-ը իմաստունին 5-ը անխելք, չէ՞։ Հիմար, բայց այն 5-ը, որ իմաստունի, նրանք էլ քնեցին։ Ինչ պատճառով Աստվածաշունչը ինչ ասում, ասում է, երբ որ տեսան, փեսան ուշանում է։ Այսօր մենք քնած ենք, թե արթուն։ Ես աղոթում եմ Հիսուսի անունով, ով որ այս րոպեին զգում է, որ ինքը քնած է։ Իր Սուրբ Հոգու ներկայության մեջ իր ձեռը բարձրացնի, ասի Տեր, ես քնած եմ։ Իմանում եմ, մի քիչ անհարմար է, եթե հոգևոր նստած ես, ասես Տեր, ես քնած եմ։ Մենք չենք ուզում այդ դիրքից ընկնենք, չէ՞, բայց մի բան կա, Տերոջ ներկայության մեջ ես գալիս։ Ամոթա ես եղբայր Աշոտից, եղբայր Արթուրից, քույրից, Ժանեցից, այն մեկից աման չեմ, թե Տերոջ առաջին կայնեմ եւ ասեմ Տեր, դե ախե նրանցից ամանչում եմ։ Եվ ինքն ասի, դու նրանցից ամանչեցիր, բայց ինձանից չամանչեցիր։ Շատ իմանալու պատճառով անգամ մենք քուն ենք մտնում։ Պատահումը, որ մեր կյանքում գալիս է մի պահ, որ Հիսուսը հավասարվում է մեր օտար հետաքրքրություններով։ Եթե Հիսուսը քո կյանքիդ մեջ, իմ կյանքիս մեջ հավասարվում է օտար կարևոր գործերով, արդեն մենք քնած ենք։ Դե լավ այսօր եկեղեցի չեմ գնա, դե լավ այսօր աղոթքա ժողով չեմ գնա, էս պիտի գա, տոն ունենք, տարեդարձ ունենք, ես չեմ ասում տան չանենք, չէ։ Բայց ինչն է իմ սրտում առաջնահերթը։ Առօրյա կյանքը պատճառ է լինում, որ մենք քնենք, նվազենք, հանգչենք։ Եվ մի պահ է գալիս, որ տեսնում ես, որ այն քսակի խորքերից ես արդեն հանում, այդ քո զապազից, պահեստից ես հանում ուտում, բայց դա կդատարկվի։ Ու երբ որ քեզ հարցնեն, արդյոք մի վկայություն ունես, 10 տարի առաջ մի սես բան պատահավ, 20 տարի առաջ մի սես բան պատահավ։ Աֆրիկայից մի հատ խումբ ինեկ է, եւ այդ հովիվը պատմում էր, ասում էր մեր մոտ, եթե մարդիկ գալիս են, ասում են, որ անցյալ շաբաթ մեր մեռելը հարություն արի, ասում եք, այդ անցյալ շաբաթվա է, այս շաբաթով այլ է, այսինքն անցյալ շաբաթվան արդեն էլ կրկնակիր, պետք չէր էդի պատմել, պիտի նորն ասես։ Ու մենք աղոթում ենք, որ մատ գլխացավ լավանում, ասում ենք, հալելույա, փառք ես Տեր։ Փոքրացնում ենք մեր մտքի շրջապատ, մեր տարածքները փոքրացնում ենք։ Կյանքի հանգամանքները, հոգևոր մեր դիրքը, եկեղեցու մեջ իրար հետ չհաղորդակցվելը մեզ մարելու է տանում։ Եվ գալիս է մի պահ, որ մենք ոնց որ գալիս գնում ենք։ Եվ ոչինչ մեզ չի ուրախացնում։ Եթե մեկն ասում է, բժշկվել եմ, ասում ես, հա, փառք Աստծո, լավ է։ Եթե մեկն ասում է, վայ, աղոթեցի, ես բան կատարվեց, լավ է։
Ինչքան այդ վարքերից ունենք։ Պաղել ենք։ Երբ որ դու պաղում ես, օտարի արթնության, վկայության խոսքը քեզ համար անտարբեր ես։ Կարևոր չի համարդ։ Դե լավ է։ Այդ ձևով ենք անցասում, չէ՞։ Ինչ պիտի անենք։ Սկսում ենք մեր կեղծ հոգևորական դիմակները դնել։ Ու երբ որ տնում ենք, դատարկ ենք։ Մեզ զբաղեցնում է ամեն ինչ, բացի հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքին էլ որպես աշխատանք ենք նայում։ Արդեն օտար սիրած ենք գտե։ Հիսուսը մեր սիրած էլ չի։ Եվ այդ շատ դաժան մի բան է։ Բայց ինչ պիտի անենք։ Փառք Տերոջ, որ Տերը չի թողնում, որ մենք այս վիճակի մեջ մնանք։ Եթե այդ վիճակն ենք ստանում, մի հատ եղբայր ունենք, մի հատ զույգ ունենք, այս զույգը շատ հալածանքների պատճառով իրանց մեկուսացրին, ասին մենք դեռ չենք ուզում շատ մոտենանք, որովհետև վտանգի մեջ ենք, ասեցինք շատ լավ, անցավ մի շաբաթ, երկու շաբաթ, երրորդ շաբաթը տեսած պատկամք դրեց, քույր ջան, մենք մեռնում ենք, մենք չորացել ենք, 3 շաբաթ, մենք ցամաքել ենք, չենք իմանում ինչ անենք, ոչ կարող ենք հետ դառնանք, ոչ կարողանում ենք առաջ գնանք, ասի հետ դառնալու ճանապարհ չկա, պիտի միան առաջ գաս, ով որ հետ է դառնում, արդեն իր հոգևոր կյանքը քնած, մարած է, առաջ գնա, Ղովտի կինն էլ մտածեց, որ մի հատ հետ դառնամ, չէ, ինչ պատահեց իր հետ, և այսօր մենք ենք, ինչ է հոգևոր վիճակը մերը և մենք ինչ պիտի անենք մեր հոգևոր վիճակի համար։ Փառք Աստծո, որ Տերը ամեն անգամ մեզ մի բան ունի ասելու։ Հոգևոր քունը չի նշանակում, որ կորցրել ենք մեր հավատքը, չի նշանակում, որ էլ չունենք, դատարկ ենք, այլ թե նշանակում է, որ մեր հոգևոր կյանքում մենք դարձել ենք այնքան անզգայուն, որ կարոտ չունենք դեպի հոգևոր գիրք, Աստծո խոսք, կարոտ չունենք որպես աղոթք, և մեզ հետաքրքրում է, եթե էլ խմբային հավաքվում ենք, մեզ հետաքրքրում է շատ օտար բաներ, ինչ ես հագել, ինչ ես կերել, որտեղ են գնացել, որտեղ են եկել, ինչ գործ ես դրում, ինչ ես անում, ամեն ինչ բացի Քրիստոս։ Եվ եթե ուզում ենք մենք տեսնենք ինչն է այդ նշանները, թույլ մակերեսային աղոթքն է։ Շատ։ Մեկ ասում ենք, Տեր Հիսուս ջան, շնորհակալ եմ այս ժամի համար, շնորհակալ ենք այս անձի համար, Տեր Աստված ջան, աղոթում ենք, բայց մենք էլ չենք հավատում։ Չենք հավատում, մենակ որ պիտի ասենք, ասում ենք ու գնում ենք։ Արդյոք հավատում ենք։ Ես ուզում եմ այսօր Տերը գա եւ ամեն մեկիս սրտի մեջ այդ բահը գցի, այդ խոչընդոտները հանի, ինչ ունենք խոչընդոտ մեր մեջ, որ պատճառ է լինում այն արթնությունը չվայելենք, այն արթնությանն ընդհանրապես չհասնենք։ Անտարբերություն մեղքի նկատմամբ։ Մենք միշտ մտածում ենք, որ մեղքը շնություն է, հարբեցություն է, դրոգն է, թմրանյութն է, կարծում ենք այդ է։ Դրանք մի բաներ են, որ տեսնում ենք, բայց մեղքը ավելի խորն է, այդ որ դու թունացած ես ամենի դիմաց, այդ որ դու հիասթափված ես ու ամենից վատ կասես,
Այն որ դու խռով ես եւ ուզում ես հենց այդ դիրքի մեջ մնաս, այն որ դու նախանձ ունես, բայց բարի նախանձ չի։ Եվ մենք անտարբեր ենք մեղքի նկատմամբ։ Աստծո խոսքի ուսումնասիրելու ցանկության բացակայությունը։ Ճիշտն ասեք, ով է երեք գիշեր Սուրբ Գիրք կարդացել։ Փառք Աստծո։ Շատ լավ է։ Եթե Աստված քեզ օրհնում է, այն աղջկա անուն ինչը։ Լուսինե, Աստված քեզ օրհնում է։ Աստված քո ձեռքդ, իր ձեռքը դրել է քո անցյալդ քաշել է եւ նոր օծություն է գալիս քո վրա։ Այդ օծությունը շատ ուժեղ է եւ դա կփոխի քո ապրելակերպը, մտածելակերպը Քրիստոսի եւ եկեղեցու ներսը։ Իմանում եք, եթե ես Գերմանիայում ասեմ, ով է այսօր եկեղեցի, ով է երեք գիշեր Սուրբ Գիրք կարդացում, միգուցե 1-2 հոգի են։ Էլ հույս կա, Հայաստանը լավն է։ Աստծո մարդկանց սիրո մարումը։ Քանիս ասենք հիասթափված քույր եղբայրներից։ Լուրջ եմ ասում, եթե մենք իմանանք, որ ամենս արքայության մեջ իրար կտեսնենք, շատ վատ ավելնորդ համարձակությունը, եթե մենք այստեղ իրար հետ հաշ չլինենք։ Պիտի այդ հանգնը ասեմ, դու էլ ես այստեղ, ես էլ եմ այստեղ։ Այդ շատ վատ կլի, չէ՞։ Քանի այստեղ են քույր եղբայրներ հաշտվեք։ Եվ մյուս կետը ավետարանը կիսվելու եւ ծառայելու ցանկության կարոտը։ Հիմա ես ասեմ, որ մեկ դեք վերջի անգամի եփեք ավետարանին։ Աստծո խոսքը։ Դե օծություն եկել է վրետ է համար ես այդ անում։ Դրա համար էլ կա։ Ժողովուրդ, շատ հետաքրքիր է, երբ որ մենք նոր ենք, որտեղ գնում ենք Աստծո խոսքից ենք խոսում։ Ես որ նոր էի ապաշխարե, իմ ամուսինս ասում էր, դու գիտես այդ քո Աստվածը, էլ այդ մենք յուր չնստես ամենին պատմես։ Խայտարակել ես ինձ, որտեղ այդ մենք են մարդիկ ձանձրանում են, մեզ չեն հրավ, բայց ես չի կարողանում չասեին։ Անցավ ժամանակներ, տեսամ չէ, մի քիչ պակասել է։ Ու սկսեցի մեջ քննադատել ինձ։ Ինչի է պակասի, կարծում ես բարձր աստիճանի ես ասի, թե ինչ, դու կանչվել ես հենց սրա համար։ Ամենամեծ պատվերը գնացեք և ավետարանեցեք, որ մեկս ենք այդ գործն անում։ Տունը նստում ենք, ասում ենք, այդ քաղցկեղի բժշկության դեղ մեր ձեռնա ու սպասում ենք մարդիկ դրսում մեռնում են։ Ու մենք ինչով ենք զբաղված, էլ չասեմ ինչով։ Ու չենք ասում։ Ու ես որ հավատացեք, որ Հայաստան գալիս եմ, այդ հոգին շատ է ուժեղանում։ Ու մեր եղբայր Աշոտի եղբոր հետ պիտի օդակայանից գնային Գյումրի, ճանապարհին ասեցին, մենք շատ քաղցած ենք եղբայր ջան, մետեղ կայնի, մենք մեկ պատար հաց ուտենք։ Հիմա եփա գիշերվա 12-ն է։ Ու իմ հետի ընկերները մեքենայի մեջ են, ես եկել եմ ցած արայի հետ խորոված ենք պատվիրում, տեսա մի 4-5 հատ երիտասարդ տղայի մի երկու հատ տարիքավոր տղամարդ այդտեղ կայնած ու գնացի սկսեցի հետը խոսալ։ Արան ասում է, այս եղբայրներն ասում են սիգնալ տուր, դա չի գա ներս, ասա թող գա, այդքան կես գիշերը սով քաղցած ենք։ Բայց զգացի, որ այդ մարդիկ ինչքան կարոտ են, ինչքան
սիրում են լսեն։ Ու կայնել եմ, խոսում եմ իրանց հետ։ Հավատացեք, եթե դուք ավետարանիչ լինեք, Աստված ձեզ իմաստություն էլ կտա, որ մարդու հետ ինչպես խոսեք։ Աստված իմանում է ամեն մարդի սրտի ձևը։ Չի ասի, որ մի հատ բժիշկի հետ գնա մի հատ երկաթագործի խնդիրից խոսա կամ մի հատ ֆիզիկայի հետ չբանում մեխանիկից խոսա։ Չնայած ֆիզիկայի հետ կլի մեխանիկից խոսաս։ Ու այդ ժամանակն է, որ զգում եմ, որ Տեր, այդ կարոտը իմ մեջ է, լավ, ես նստում եմ, լավ, ես տունս նստում եմ, փառաբանում եմ, երկրպագում եմ, հետո, բայց այդ պիտի գործի տնեմ։ Շատ սիրուն ասեց, զոհ է ուզում, պիտի զոհաբերություն էլի, իմ ու քո զոհաբերություն ինչ է։ Իհարկե կարող եք այդ աթոռների համար անպայման զոհաբերություն անեք, բայց մի հատ օտար զոհաբերություն էլ կա, որ հոգևոր դաշտի մեջ է։ Եվ մենք պիտի դրան պատրաստ լինենք։ Ինչպես ենք հայցնում այդ ցամաք վիճակին։ Առօրյա հոգսերի և աշխարհի զբաղմունքը մեզ տանում է։ Եղբայր Էդվարդը միշտ մեզ սովորացնում է, ասում էր, երբ որ ուզում եք աղոթեք, մի ասեք Տեր Աստված, այս դժվարությունը, այս վիճակը, ասեք ով վիճակ, ես մի հատ հզոր Աստված ունեմ։ Եթե մենք սա իրոք սրտանց հավատում ենք, մեր կյանքը փոխվում է։ Ես ամեն օր ասում եմ, Տեր, այս եղբայր Աշոտը ինձ շատ բաներ ասում։ Եվ ես պիտի ասեմ, ամեն խնդիրներ, ես հզոր Աստված ունեմ, և այդ հզոր Աստված ամեն ինչը կպատրաստի։ Եվ ես ուզում եմ բաժին ունենամ։ Մի քանի օր առաջ էր խոսում ենք նվիրելու մասից, օգնելու մասից, մարդկանց, ու ես ասես մտածում եմ, ասում եմ, հա, այս ենք անում, են եմ անում, ու Աստված մի բան բացատրեց ինձ, որ թե վախ եկավ սրտիս մեջ, թե արցունքներս եկավ, թե ուրախացա, ասեց, որ դու, եթե օգնում ես, չմտածեք ես եկեղեցուն, օտար խնդիր էր, ես քեզ պատիվ է, որպես անթրանիկ, ես իմ տան անթրանիկ որդին եմ, իմ հորս տան անթրանիկ որդին եմ, որպես անթրանիկ որդի, ես քեզ պատիվ է, որ ես քեզ թույլ եմ տալիս, որ դու քո ընտանիքիդ օգնես, ես քեզ պատիվ է, որ ես թույլ եմ տալիս, որ դու քո քույրերին ու եղբայրներին հոգևոր օգնես, չմտածես, որ ես քեզանից է, ես պատիվ է, ու մի վախ եկավ իմ մեջ, որովհետև զգացի, որ Տերը օրհնում է այն մարդին, որ առատաձեռ ձեռքով տալիս է, օրհնվում է, հավատացեք, իմ ամբողջ կյանքս այդ ձև անց է, օրհնությունով, որովհետև սովորել եմ, չէ, որ ես իմ ինչ եմ, չէ, ես էլ սովորել եմ, որ տալու մեջ շատ օրհնություն կա, և Տերն է քեզ բարձրացնում, ոչ թե մարդը, այդ ամենած լավն է, որ Տերն է բարձրացնում։ Ինչ պիտի անենք այսօր, ինչ պիտի անենք, որ մեր մեջ այդ արթնությունը գա, ինչպես լինի։ Աստված մեզ կոչ է անում ապրել զորությամբ և առատ կյանքով, Հովհաննես 10:10, Աստված մեզ կանչում է, ինքն է մեզ տալիս, և երբ որ մենք այդ կոչումին այո ենք ասում, մենք լցվում ենք դրանով։ Նայեք, հոգևոր քնելուց, հոգևոր քունից մինչև հոգևոր արթնությունը
մի հատ բարակ կարմիր գիծը։ Եվ դու պիտի այդ անցնես։ Եթե չանցար 40 տարի կանցնի, եւ հալա դու դեռ այդ աթոռին նստած ասում ես, ես հոգևոր մարդ եմ։ Բայց արթնություն կա Սամարացի կնոջ նման։ 5 րոպեով Հիսուսի հետ խոսած գնաց լրիվ ժողովրդին հավաքեց, բերեց։ Դա արթնությունը։ Եվ շատ ժամանակ արթնությունը սպասում են քամի գա, փոթորի գա, բայց Եղիայի համար ինչպես եկավ, մի հատ նուրբ հովազի նման եկավ։ Հով քամի։ Շատ անգամ արթնությունը մեր սրտերում լինում է այդ լռության մեջ։ Երբ որ մենք Տերոջ ներկայության մեջ ասում եմ, լավ Տեր, այսօր ինչ վիճակի մեջ եմ ես։ Եվ արթնությունը, երբ որ գա, դու չես կարող նույնը լինես, դու չես կարող նույնը մնաս, չես կարող նույն խոսքերն ասես, նույն վերաբերմունքը ցույց տաս, նույն հանակներն անես, նույն վարքերը ցույց տաս, որ հենց առաջուցիր։ Արթնությունը լրիվ փոխում է մարդու կյանքը։ Արթնությունը բերում է ուրախություն, եկեղեցու ներս, արթնություն պատճառ է լինում, որ դու Սուրբ Հոգու հետ ավելի շատ մտերմանաս։ Եղբայր ջան, ինչքան ժամ ունեմ։ Կես ժամ։ Չէ, այդքան չի տևել, լավ, ոչինչ։ Արթնությունը մեզ համար անհրաժեշտ է, որովհետև սատանան օգտագործում է մեր հոգևոր քունը մեր դիմաց, մեր դեմ։ Առաջին Պետրոս 5:8 Առաջին Պետրոս 5:8 չկա։ Լավ։ Բայց գնացեք կարդացեք, ես մի հատ լավ առիթ է։ Մենք մի օր մի հատ մեծ կոնֆերանսի մեջ էինք։ Այսօրերում միգուցե դրանից շատ են շահագործում, ես էլ եմ այդ ընդունում, բայց այն ժամանակ, որ գնացինք, շատ նսընտես բան չկար, ու մենք ներս մտանք, մի քանի հատ 10 հոգով էինք, տեսանք ժողովուրդը նստած են, մեկը պարում է, մեկը երգում է, մեկը լացում է, մեկը ծիծաղում է։ Պես կողքից եղբայրը վերցուս վստամ գժվել է, ինչ են անում։ Սրա ասելն ու սկսավ ծծաղալը, հիմա ասում եմ, դու քեզ ինչ է լավ, հիմա ես եմ սկսում ծծաղալ։ Հիմա ես մտածում եմ, այդ մեր վարքից է, որ մենք ծծաղում ենք, բայց չէ, այնքան ծծաղացին, որ արցունքներս է գալի, փորս ցավում էր, այնքան որ ծծաղացել ենք։ Ինչ եմ ուզում ասեմ, արթնությունը ազդում է կողքինիդ։ Քո արթնությունը ազդում է։ Դու եթե ուզում ես արթնանաս, նայի շրջապատդ ովեր են։ Սկսի արթուն մարդկանց հետ այդ նստել վեր կենալը։ Իրանց հրավիրի քո տունդ։ Օրինակ Դավիթին հրավիրեք ձեր տուն։ Կարթնասի ամենից։ Ինքը օծություն ունի։ Ինքը օծություն ունի, Աստծո յուղը իր վրա է, ինքը աղոթքի տղա է, ինքը Տերոջ ծառան է, ինքը Դավիթ է, իրան պիտի յուղեք, իրան պիտի օծեք։ Մի հատ Սամուել կուզես, որ քեզ օծի, Դավիթ ջան, Աստված քեզ օրհնի։ Ինչպես արթնանանք հոգևոր քնից։ Ընդունիր, որ կարիք ունես արթնանալու։ Ընդունիր։ Ուզում եմ հրավիրեմ այս րոպեին, ով է ձեր մեջ, մեր մեջ, որ ասում է ես
անցյալում շատ մեծ գործեր եմ արել, ես անցյալում աղոթել եմ, մարդիկ բժշկվել են, անցյալում ամեն ինչ ելերը, բայց այսօր իմ ամանս դատար կա, իմ բաժակս դատար կա, Տեր լցրու իմ բաժակս, ով է ձեր մեջ, որ ուզում է այս գործն անի, իշքան շատ են, ձեր չեք բարձացում, ամենը տարդ ունեք, պարկ տերոջ, ես իմ համար էր սաղում, ես կարոզը, ես պիտի իմ համար կարոզեմ, ընդունիր, որ կարիք ունես արթնանալու, ձեր բացացրիր դու, ձեր բացացու, հենց կեզ եմ, այո, չէ կեզ չեմ ասում, առաջինին եմ, ժողովուրդ, եթե ուզում եք, որ եկեղեցին արթնանա, առաջի ձեր բարձացողներն են, առաջի սարգավակները, երեցները, հովիվները, եթե հովիվները ձեր չբարձացնեն, ժողովուրդը չի արթնանա, այո, եթե հոգևոր քույրերը ձեր չբարձացնեն, նրանք որ առաջնորդ են, որ ժողովուրդը չի արթնանա, բայց եթե նրանք մեծերի, ղեկավարների, երեցների, ծառաների ձերը բարձած են տեսնում, ասում են մենք էլ ավելի շատ կարիք ունենք, ուրեմն սա մեզ կոչ է ամենիս համար։ Ամբողջ սրտով Աստծուն փնտրիր։ Եվ որ մենք զգում ենք, որ մենք կարիք ունենք, սկսում ենք փնտրելը։ Հա? Եվ որ մենք հաց չունենք ուտելու, գնում ենք հաց առնենք, եթե դրամ չունենք, խնդրում եմ մեկից, եթե չունենք, աղաչում ենք, եթե նա էլ չի տալիս, սկսում ենք պաղատելը, եթե մենք ամենացածր աստիճանի գործն անում ենք, որ մենք դրամ ստանանք, որ կարողանանք հաց առնենք։ Եվ սա է, պիտի աղաչել, պիտի պաղատել, եթե մենք հոգևոր չենք կոտրվում, արթնությունը մեր մեջ չի գա, հոգևոր կոտրել պետք է, չէ են կոտրել, որ փշրվենք, այլ թե մեր հպարտությունից, մեր եսասիրությունից, մեր գիտելիքներից, մեր իմաստությունից պիտի կոտրվենք, եթե չենք կոտրվում, ոչ եկեղեցին կարթնանա, ոչ էլ մեր հոգևոր ընթացքը առաջ կգնա, ուրեմն կարիք ունենք, որ կոտրվել Տերոջ առաջ, ամբողջ սրտով Աստծուն փնտրիր, ճշմարիտ ապաշխարությունը ունի բերք, հա ապաշխարել եմ, բայց չեմ ուզում իր այդ խոսամ, պարսիկներն ասում են հորքուրի տարև, ապաշխարել եմ, չեմ ուզում, ես եմ, ես իմ Աստվածը, իմանում ենք սուտա, չէ, ես կարիք ունեմ, ճշմարիտ ապաշխարությունը հայտնության 2-4-ից 5-ի մեջ է, էդ էլ չենք կարող դնեք, չէ, չեք կարող ցույց տաք, այո, Եվ ամենած գեղեցիկը, որ լցվիր Սուրբ Հոգով, կարող եք գրեք, Եփեսացիս 5:18-ն, լցվիր Սուրբ Հոգով, սրանք ամենը գգա, երբ որ մենք կոտրվում ենք, երբ որ չենք մտածում, որ ես ով իմ, ես ինչ իմ, ես իմ եմ, այլ թե ես իմա ինչ եմ, Աստծո հետ ժամանակ անցկացնելը դարձրի քո առաջնահերթությունը, Աստծո հետ, ես պատիվ ունեցամ եղբայր Լևոնին, այն տարիները շատ կարճ ժամանակ ծանոթվի, չի իմանում ես մարդի բնույթն ինչ է, որ
եկեղեցի էր գալի, միացած ձեռքը դնում էր մեջքի վրա ու ասում էր, այսօր բան ունես ասելու, խոսք ունես ասելու, իհարկե ինչ չէ, ես վախենում եմ, նորապ աշխարհը ձեռ կայնում եմ, ու ինքը ամենից հարցնում էր, այսօր խոսք ունես Աստծուց, Աստծուց մի բան ստացել ես, ով որ կաս, այսօր Աստծուց խոսք ունես, արդյոք Տերը քեզ հետ խոսում է, ժողովուրդ, մի բան ասեմ, որ իմանաք, Աստված մենակ Քրիստոսի մեջ է խոսում, Աստված ամեն կրոնների մեջ համր ու խուլ է, Քրիստոսը Աստվածն էր, որ մարմնացավ, ուրեմն մեր Աստվածը խոսում է, նա համր չի, նա խուլ չի, նա կույր չի, շատ կրոնների մեջ ասում են, Աստված տեսնում է, Աստված լսում է, բայց ոչ մեկ կրոնի մեջ Աստված չի խոսում, ուրեմն եթե մի Աստված ունենք, որ խոսում է, մի Աստված ունենք, որ կարող ասի ինչը տա, ինչ ես անում, որտեղ ես, այսօր էլ կարող է իմ ու քո հետ խոսի, այսօր էլ կարող ես ասես Տեր, ես այդ ծարավն եմ ուզում, ես ուզում եմ այդ ծարավը, որ դու գաս և իմ հետ խոսես, շատ ոգևորվեցի, Աստված խոսում է, ամեն մեկիս հետ խոսում է, շատ լավ է, որ դու ասում ես, իմ համար աղոթեք, բայց մի բան կա, որ դու ինքդ կարող ես քո համար աղոթես, եթե քո սիրտդ քեզ համար չի ցավում, հավատա, որ ոչ քո սիրտը այդքան քո համար չի ցավա, բացի քո ծնողդ, և ամենած կարևորը, արթուն հավատացյալների հետ կապ ստեղծենք, արթուն հավատացյալների հետ կապ ստեղծենք, ով է քո տուն գալիս գնում, քո ժողովուրդդ, քո ընկերներդ, քո հյուրերդ ովեր են, մի դատախազ, մի ադվոկատ, մի հատ բժիշկ, որ հավատացյալ չի, և դու պարծենում ես դրանցով, բա, այսինչ կուսակցության տերը, այսինչ, ինչ են ասում, ֆիրմայի տերը, այսինչ ֆիրմայի տնօրենը, և դու ուրախ ես դրանով, այս հոգին և Հայաստանում շատ ուժեղ է, և Հիսուսի անունով թող քանդվի, որ իմանաք, կողքիդ նստած ամենած հասարակ հավատացյալը արքայությունը կունենա և Աստծո արքայության մեջ բաժին ունի, և դա կարևոր է, դա շատ կարևոր է, և պիտի հարգես դրան, ոչ թե այսինչ տնօրենի տան, այսինչ ադվոկատի, դատախազի, որ սենց բարձր աստիճան ունի աշխարհային, մենք Աստծո ժողովուրդն ենք, մենք արքայության թագաժառանգն ենք, իմանում եք դա այսինքն չեք հավատում, հավատացեք չեք հավատում, եթե հավատակ ձեր մտածելակերպը կփոխվի, եթե հավատակ չեք ասի, որ դես մարդն եկավին, շատ բանը, էսա հարուստ այնա, կասեք ես իմ քուրս, որ կողքից նստած է, ես իմ եղբայր, որ իմ կողքից նստած է, իմ հետ պիտի արքայության մեջ լինի, կարճա, կոլոտա, բարձրա, երկարա, գերա, նիարա, դա մեկա, մենք հոգևորներս պիտի մեր մտածելակերպը փոխենք և մարդկանց նայենք Քրիստոսի աշկով նայենք, որովհետև նրա աչքերին են ասուրեցի կինը, են սամարեցի կինը, են ընգած կոտրված մարդը, վաճառականը ամենը սիրելի են, սիրում ենք իրար, թե սուտից խոսում ենք,
Սիրում ենք իրար։ Արթնության ամենամեծ նշանը իրար սիրելն է։ Ամենամեծ նշանը։ Եթե սերը, ասում ամեն մարգարեություններ, ամեն ինչ կվերջանա, սերը կմնա։ Եվ արթնության ամենամեծ պտուղը սերը։ Փառք Տիրոջ, շնորհակալ եմ Տերոջից ձեր մեկ առ մեկի համար, շնորհակալ եմ, որ Տիրոջ այդքան սիրում եք, որ իր տունն է գալիս, և խոնարհվում եք և լսում եք, դա ամեն մարդի բան չէ, այդ որ մարդը կրթություն ունի, գիտություն ունի, բայց խոնարհվում է, լսում է, դա արդեն արթնության լույսերն են։ Փառք Տերոջ ամեն մեկիդ համար։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Աստված այսօր կանչում է մեզ, որ արթնանանք։ Եփեսացիցի 5:14-ում ինչ ասում, ասում դու որ քնած ես արթնացիր եւ վեր կաց մեռելներից ու Քրիստոսը կլուսավորի քեզ։ Թող Քրիստոսը մեկ առ մեկիս լուսավորի։ Եթե այսօր լսում ենք Աստծո ձայնը, մեր սրտերը չկարսացնենք։ Ժամանակն է, որ վեր կենանք, ժամանակներն է, որ վեր կենանք եւ ասենք Տեր, ես կայնած եմ։ Ուզում եմ Անուշ Շուշան ջան, այդ չէ, Անուշ Շուշան ջան, դու Անուշ ես, ուզում եմ ժողովուրդ ջան, սիրելիներս, հարգելիներս, քույր եղբայրներս, աղջիկ տղաներս, ուզում եմ, որ Տերոջ ներկայության մեջ վեր կենանք, բարձրանանք եւ ասենք Տեր, այսօր ես խոսքը լսեցի, պատկամը լսեցի, ուզում եմ իրոք իմ սրտիս մեջ փոփոխություն գա, եթե չես ուզում վնաս չունի, բայց եթե ուզում ես իրոք սրտովը ծնգի արի, եթե չես կարող ծնգերով իմ նման գաս, սրտովը ծնգի արի, Հայր շնորհակալ ենք քեզանից, սա պատիվ է մեզ համար, այս սուրբ տեղը վայրը կայնենք և քո խոսքդ ասենք, շնորհակալ եմ, որ թույլ ես տալիս, որ քո խոսքդ խոսվի։ Տեր Աստված ջան, աղոթում եմ, որ հիմա ամեն մեկը, որ կուզի Տեր, իրոք իր սրտի մեջ արթնությունը գա, խնդրում եմ մենակ ձեզ նայեք, օտարի մի նայեք, ով է գնում, ով է գալիս, ուզում եմ, որ Հիսուսի անունով ձեր աչքերը փակեք եւ ձեռ բարձրացրեք։ Եթե ուզում եք իրոք ձեռ բարձրացրեք, Տեր, ես կարիք ունեմ։ Տեր, ես կարիք ունեմ։ Եթե արթնությունը սիրում ես, եթե կարիք ունես, եթե ուզում ես մի նոր հպվում ստանաս, ասա Տեր, ես կարիք ունեմ։ Տեր, ապաշխարում եմ այն մտքերից, այն արարքներից, այն մտածելակերպից, որ միջով այսօր ունեցել եմ, քո հանդեպ, քո ժողովրդի հանդեպ, Տեր, միգուցե սիրտդ կոտրված է, ասա Տեր, բժշկիր իմ սիրտը, բժշկիր, որ մի նոր տեսանկյունով ամեն ինչ նայեմ, Տեր ուզում եմ մի նոր արթնություն, Տեր ուզում եմ, որ իմ սիրտս փոխես, թող քո բժշկարար հոգին, ես րոպեին Հիսուսի անունով շոշափի մեկ առ մեկին, և Հայր, աղոթում եմ, որ այն յուղով, որ օծեցիր Քրիստոսին, օծիր ամեն մեկիս, ով Տեր, օծիր Տեր, օծիր թող ես բոլոր քո յուղդ, քո Սուրբ Հոգի, քո ներկայությունդ, քո զորությունով այս վայրը լցնի Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Մենք փառք ենք տալի քեզ։
Մենք օրհնում ենք քո անունդ։ Սրբիր մեկ առ մեկիս։ Առօրյա կյանքից Տեր, հոգսերից մեզ ազատիր։ Թող մեր աչքերը ավելի բարձր նայեն, քան թե հոգսերին։ Թող մեր միտքը սլանա դեպի վեր։ Թող գան քո ատյանիդ առջև։ Ահա քո սրաների մեջ ենք եւ երկրպագում ենք քեզ։ Քո սրաներիդ մեջ ենք Տեր։ Քո գահիդ առջևը խոնարհվում ենք Տեր։ Ով Տեր Հիսուս, ով Տեր Հիսուս, ով Տեր Հիսուս, խոնարհվում եմ քո առջև Տեր ջան։ Խոնարհվում ենք Տեր։ Օրհնիր մեկ առ մեկիս։ Բժշկիր Տեր մեր հոգևոր հիվանդությունները։ Բժշկիր մեր մարմնային հիվանդությունները Տեր։ Ով Տեր Տեր Հիսուս, այն ազնվորչությունը, որ ստամոքսի խոցեր ունի, քո խոցված ձեռքը տես րոպեին դիրիր ստամոքսի վրա։ Տեր Հիսուս, թող քո բժշկությունը լցնի նրան։ Տեր, ով Հիսուս, իր բողոքող միտքը սրբիր։ Ով Տեր, ով Հիսուս, փառք եմ տալի քեզ, Սուրբ Աստված, Սուրբ Աստված, Սուրբ Աստված, Տերերի Տեր, շնորհակալ եմ Տեր։ Տեր Աստված, աղոթում եմ, Հիսուս Աստված, դուք զույգ եք, դուք զույգ եք, դուք զույգ եք, Տեր Աստված աղոթում եմ ամուսնու համար, Հիսուսի անունով Տեր, իրան բարձրացրու այն տեղը, որ պիտի ինքը կայնի, որպես տղամարդ, որպես հոգևոր տղամարդ, որպես հոգևոր մարդ Տեր Աստված իրան իր տեղում կանգնեցրու, Տեր շնորհակալ եմ իր կնոջ համար, իր հավատարիմ կնոջ համար, որ կայնած, որպես քո աղջիկդ Տեր, որպես քո աղջիկդ Հիսուս Աստված, շնորհակալ եմ, օրհնիր իրան Տեր, օրհնիր իրան, թող ինքը պատղաբեր դառնա քո ներկայությանդ մեջ Տեր, Հիսուս Աստված, թող իր ձեռքերը բարձրանան և բարեխոսություն անի իր ընտանիքի համար, ով Տեր, օրհնիր Հիսուսի անունով, հալելույա, փառք ես Տեր, փառք ես Տեր, փառք ես Տեր, ով Հիսուս, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք ով Տեր, շնորհակալ ենք ով թագավորների թագավոր, ով Տեր Աստված ջան, մի հատ երիտասարդ տղա կա, շատ երիտասարդ տղաներ կան, բայց մի հատ երիտասարդ տղա կա, որ ուզեմ քեզի ասեմ, շատ ես սիրում Աստծուն մոտենալ և իրան հանդիպել, բայց ժամ չէ չունես իր համար, իրան ժամ չես տալիս, և իրանից շատ գործերի մեջ խորհուրդ ես ուզում, բայց ժամ չունես իր համար, Տերն ասում է ապաշխարիր, դու պիտի ինձ ժամ տաս, ես քո Աստվածն եմ, և դու իմ որդին ես, Եթե ինքդ չեկար, վերջում ես կգամ քո մոտ և քեզ կասեմ, որ ես պատկամ քո համար էր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ եմ Տեր Աստված, փառք ենք տալի քեզ Հիսուս,
Օրհնյալ ես դու Տեր, օրհնյալ ես դու Տեր։ Տեսնում եմ մի խումբ քույրեր, որ շատ առօրյա կյանքը իրանց ոնց որ խեղդի, բայց դարձյալ նորից տեսնում եմ Տերոջ հաղորդակցության պակասը, մի անցիր հասարակ ձևով, մի անցիր, մի նայի ու անցիր, այլ խորքը մտիր խորքում, Տեր Հիսուս, փառք ես Տեր, տեսնում եմ մի կնոջը, որ մենակության մեջ նստած չոքած աղոթում է և լացում է, Տերն ասում է ես քեզ բարեխոս եմ դրե, քեզ բարեխոս եմ դրի, բարեխոսություն արա, և այդ բարեխոսությունով եկեղեցու համար, երիտասարդության համար դու կգտնես այն ինչ որ քեզ կարիքն է։ Ու միջայլոց բարեխոսությունը շատ դժվար գործ է։ Ամեն մարդու գործ չի բարեխոսությունը։ Նրանք որ բարեխոս են, թող պարծենան այդ պարգևին, որ ունեն։ Բարեխոսությունը հեշտ բան չի։ Եվ աղոթում եմ, որ Տերը ձեր յուղով օծի ամեն մեկիդ, որ Տերոջ համար կայնած եք, Աստված օրհնի ձեզ, թող Տերը փառավորվի մեկ առ մեկիդ կյանքի մեջ, Հիսուսի անունով, ամեն։